Անցած անգամ ձևակերպեցինք ընդհանուր Cauchy թեորեմի ընդհանուր տարբերակը, եկեք այսօր ապացուցենք, ուրեմն որն է թեորեմը, եթե ունենք մի տիրույթ, այս տիրույթի մեջ ունենք մի գամմա ցիկլ, որը հոմոտոպ է կետի, ունենք մի անալիտիկ ֆունկցիա օմեգայում, ապա եթե ինտեգրենք այս ֆունկցիան այս կորի երկայնքով, ապա կունենանք z։ Ունենք մեր կորը, մեր օմեգան կարող է ինչ-որ մասեր, ուրեմն, կարող է ինչ-որ մասեր բացակային օմեգայից, կարող է սրանք օմեգային չպատկանեն, բայց օմեգայի մեջ մեր կորը կարելի է ձևափոխել կետի անընդհատ ձևով։ Օմեգան կարող է նաև անվերջ լինի։ Հիմա եկեք առաջինը վերցնենք մի բավականաչափ մեծ դիսկ, որը պարունակում է մեր կորը, ու ուրեմն ու դիտարկենք այս դիսկի ու օմեգայի հատումը։ Եթե այս դիսկը վերցնենք բավականաչափ մեծ, ապա կարող ենք ասել, որ գամման նույնիսկ այս ավելի փոքր բազմության մեջ հոմոտոպ կլինի կետի։ Իսկ այս մեր պնդումը օմեգայից կախված չի իրականում, բացի այն հատկությունից, որ պետք է մեր գամման օմեգայի մեջ հոմոտոպ լինի, այսինքն հանգիստ կարող ենք այս մեր օմեգան փոխարինել օմեգա թիլդայով։ Այսինքն ինչ առավելություն ունի այս օմեգա թիլդան, որ սահմանափակ է։ Այսինքն առանց ընդհանրությունը խախտելով կարող ենք ենթադրել, որ օմեգա թիլդան սահմանափակ է։ Եթե օմեգա թիլդան բաց բազմություն է, եթե օմեգա թիլդայի լրացումը դիտարկենք, սա կլինի ինչ-որ մի փակ բազմություն, մեր գամմա կորն էլ է փակ բազմություն, կոմպակտ բազմությունն է մեր գամմա կորը, կարող ենք չափել, թե այս մեր կորը օմեգա թիլդայի լրացումից ինչքան հեռու է, այսինքն ամենափոքր հեռավորությունը այս օմեգա թիլդայի լրացումից մինչև գամմա։ Եկեք դա նշանակայինք դելտայով։ Թող դելտան լինի մի քիչ ավելի փոքր կվերցնենք, քան այդ հեռավորությունը, ուրեմն չափենք գամմա ի ու օմեգա թիլդայի լրացում, այսինքն օմեգա թիլդա չունենք, արդեն օմեգա ունենք, օմեգայի լրացումից, պարզապես օմեգան հենց օմեգա թիլդան է։ Այս հեռավորությունը հաշվենք ու վերցնենք 1/4-ը։ Ուրեմն եկեք հարթությունը ծածկենք քառակուսիներով, որոնց չափը հենց այս դելտային է հավասար։ Այսինքն սեղ կվերցնենք սենց բաժանենք սենց մասերի, փոքր քառակուսիների, հիմա այս քառակուսիները, որ դիտարկեցինք, ամեն մի փոքր քառակուսի, եկեք նայենք, արդյոք ինքը ամբողջությամբ օմեգայի մեջ է, թե չէ, ու վերցնենք նրանք, որոնք ամբողջությամբ օմեգայի մեջ են։ Թող սա լինի m բոլոր g-երը, այսինքն m բոլոր ոչ թե g-երը, m բոլոր քառակուսիները, նենց որ
Սրանք ավելի ճիշտ եկեք սենց անենք, հա, եկեք մեր քառակուսիները համարակալենք ու եկեք վերցնենք այն բոլոր քառակուսիները, հա, որ այդ քառակուսին ամբողջությամբ օմեգայի մեջ է։ Եկեք Q-ով նշանակենք այդ քառակուսիների միավորումը։ Այսինքն ստեղ փաստորեն ինչ ենք անում, վերցնում ենք այն բոլոր քառակուսիները, որոնք ամբողջությամբ օմեգայի մեջ են։ Ինչ կունենանք, կունենանք մի ասենք սենց ուղղանկյուն ու ուղղայաց ու հորիզոնական կողմերով մի տիրույթ կունենանք։ Ինչ որ սենց դատարկ մասեր էլ կլինեն մեջը։ Սենց մի տիրույթ կունենանք։ Ամեն քառակուսի եկեք վերցնենք այդ քառակուսու եզրագիծը ու ժամացույցի սլաքին հակառակ ուղղությամբ օրիենտացնենք։ Այսինքն գրեմ դելտա Q-ին, սա կլինի սահմանը, եզրագիծը, օրիենտացված ժամանակի սլաքի հակառակ ուղղությամբ։ Եկեք վերցնենք դրանց գումարը։ Եկեք գամմա դելտայով նշանակենք դրանց գումարը։ Գամմա դելտան, այսինքն ինչ կլներ, եթե օրինակ ունենք երկու հատ իրար կողք քառակուսի, սա պետք է օրիենտացնենք այս ձևով, այս մի քառակուսին, այս մյուս քառակուսին այս ձևով։ Եթե այդ երկու կորերը իրար գումարենք, այսինքն եթե սա գումարենք սրան, այս մեջտեղի հատվածը մի անգամ կհաշվվի այս ուղղությամբ, մի անգամ կհաշվվի հակառակ ուղղությամբ, այսինքն այս գումարի մեջ այդ կտորները կկրճատվեն ու արդյունքում, օրինակ եթե ընդամենը ունենանք այս երկու քառակուսին, այս գումարի եզրագիծը նույնը կլներ ինչ որ այս կորը։ Հիմա եթե դա անենք այս բոլոր QG-երի համար, արդյունքում, չնայած որ ստեղ արանքներում ստեղ լիքը էլի կտորներ կա, որոնք այդ եզրագծերի մեջ այդ բոլոր քառակուսիները, որոնք պետք է իրար գումարեինք, ներսի բոլոր կտորները իրար կկրճատեն ու արդյունքում կմնա այս դրսի ու այս մասի եզրագիծը։ Այսինքն այս գամմա դելտան հենց այս մուգ կապույտ եզրագիծն է։ Եկեք դելտայով է նշանակենք այս ներսի, այս ընդգծված մասը։ Այսինքն դա էլ կարող ենք այսպես անել, վերցնենք այս QG-երի միավորումը ու վերցնենք դրա միջի ամենամեծ բաց բազմություն։ Ընդերք։ Հիմա մեր կորի մասին ինչ կարող ենք ասել։ Այս դելտան այնպես էինք ընտրել, որ մեր գամմա կորը ամբողջությամբ լինելու է այս օմեգա դելտայի մեջ։ Հիմա եկեք հասկանանք, թե
Այս օմեգա դելտայի նկատմամբ մեր գաման ինչ ձևի կոր, օրինակ արդյոք հոմոտոպ է մեկին, թե չէ։ Հետո մեր բազմությունը փոխեցինք, մեր բազմությունը փոքրացրեցինք օմեգայի հետ համեմատած, այսինքն կարող է այդ հատկությունը փոխվել։ Եկեք վերցնենք մի հատ կետ, որը օմեգայից մեջ է, բայց օմեգա դելտայի մեջ չի։ Որտեղ ինչ է նշանակում, եկեք հիշենք, ինչ է նշանակում հոմոտոպ լինել կետի։ Հիմա ուզում եմ ես իմ օմեգան փոխարինել սրանով, մեզ կորի համար մենակ մի հատկություն կար, որ կարևոր էր, դա այն էր, որ մեր կորը հոմոտոպ լիներ կետի, մեր բազմության մեջ, մեր օմեգայի մեջ, դա ինչ էր նշանակում, մենք անալիտիկ սահմանումն էինք օգտագործում, անալիտիկ սահմանումը նշանակում էր, որ գամայական կետ եթե վերցնենք օմեգայից, գամայական z եթե վերցնենք օմեգայից, ու հաշվենք թե այս մեր կորը քանի անգամ է պտտվում այդ z-ի շուրջ, սա պետք է լիներ օմեգայի լրացումից։ Սա պետք է լիներ 0։ Ուզում ենք ցույց տանք, որ նույնը տեղի ունի հիմա այս օմեգա դելտայի համար։ Եթե mēs սահմանափակենք միայն օմեգա դելտայով, ապա գաման միևնույնն է հոմոտոպ կլինի կետի։ Այսինքն պետք է ցույց տանք, որ եթե վերցնենք օմեգա դելտայի լրացումից որևէ մի կետ, ապա սա էլի կլինի 0։ Իսկ օմեգա դելտայի լրացումի կետերը որոնք են։ Կամ օմեգայի լրացման կետերն են, որոնց համար արդեն սա գիտենք, կամ կետեր են, որոնք օմեգայի մեջ են, բայց օմեգա դելտայի մեջ չեն։ Այսինքն նման մի կետ պետք է վերցնենք, ու այս կետի համար տեսնենք արդյոք կարող ենք ցույց տալ, որ սա 0 է։ Հիմա ասենք վերցնենք z0 կետը այստեղից։ Հիմա ինչ կարող ենք ասել։ Քանի որ գամման ամբողջությամբ օմեգա դելտայի մեջ է, ու եթե հիմա վերցրեցինք ինչ-որ կետ, որ օմեգայի մեջ է, բայց օմեգա դելտայի մեջ չի, դա ինչ է նշանակում, որ այս z0-ն, եթե քառակուսիների, փոքր քառակուսիների մասին մտածենք, այսինքն վերցրել ենք ինչ-որ մի հատ ստեղից z0 կետ, դա նշանակում է, որ մի հատ քառակուսի կա, որ պարունակում է z0-ին։ Այնպես, որ այդ քառակուսին ամբողջությամբ օմեգայի ներսում չէր, որտեղ եթե այդ քառակուսին ամբողջությամբ օմեգայի ներսում լիներ, ապա այս z0 կետը այդ քառակուսին դերքը կլներ այս օմեգա դելտայի մեջ, ու z0-ն կլներ այս օմեգա դելտայի մեջ։ Այսինքն անպայման մի հատ այն քառակուսին, որը պարունակում է z0-ին, անպայման պետք է կետեր ունենա, որ օմեգայի մեջ են, բայց նաև կետեր ունենա, որ օմեգայի մեջ չեն։ Այսինքն պետք է այս եզրային քառակուսիներից լինի։ Եթե z0-ն քառակուսու եզրի կետ լինի, ապա տենց մի քանի քառակուսիներ կլինեն։ Կարևոր չի քանի հատ է, կարևորը որ գոյություն ունի։ Այսինքն կարող ենք ասել, որ գոյություն ունի մի հատ քառակուսի, այնպիսին, որ այս z0-ն պատկանում է այս քառակուսուն, այս քառակուսին ոչ միայն QG-երից չի, որոնց ընտրել էինք։ Այսինքն մասնավորապես գոյություն ունի մի հատ կետ, որը պատկանում է, որը չի պատկանում է այս Q-ին, բայց չի պատկանում օմեգային։ Այսինքն մի հատ այս փոքր քառակուսին, որ կար z0-ի շուրջը, անպայման կետեր ունի, որ օմեգայից դուրս են նայում։ Եկեք այդտեղ մի հատ z1 կետ վերցնենք։ Հիմա ինչ կարող ենք ասել n գամմա z1-ի մասին։ Քանի որ z1-ը արդեն օմեգայի մեջ չի, իսկ գամման հոմոտոպ է կետի օմեգայի մեջ, նշանակում է, որ եթե օմեգայից կամայական z1 վերցնենք, ապա այս թիվը պետք է լինի 0։ Մյուս կողմից մենք տեսել ենք, որ եթե գամմա կոր ունես, գամմա կորը եթե հեռացնում ես կոմպլեքս հարթությունից, ապա մնացած
մասը եթե նայենք դրա կապակցված կոմպոնենտները, ասենք օրինակ sense մի կապակցված կոմպոնենտ, ապա այս մեծությունը չի փոխվում, եթե մեր z կետը շարժում ենք այս մի կապակցված կոմպոնենտի մեջ, կապակցված կոմպոնենտի բոլոր կետերի համար այս մեծությունը միշտ նույնն է։ Հիմա քանի որ գամման ամբողջությամբ օմեգա դելտայի մեջ է, գամման այս կոնկրետ q-ի հետ հատում չունի։ Այսինքն մենք sense մի հատ q ենք գտել, ստեղ մի հատ z1 ունենք, ստեղ z0 ունենք, ստեղ z1 ունենք, ու մեր գամման ստեղով չի անցնում։ Դա նշանակում է, որ գամմայի լրացումը եթե նայենք, այս երկու կետն էլ նույն կապակցված կոմպոնենտի մեջ են լինելու, հետևաբար իրանց համար, թե քանի անգամ է գամման իրանց շուրջ պտտվում, նույնն է լինելու։ Բայց սա արդեն գիտենք, որ 0 են։ Այսինքն այն կետերը, այսինքն ինչ ստացանք, որ գամման օմեգա դելտայի մեջ նույնպես հոմոտոպ է կետի։ Հարցեր։ Հիմա եթե վերցնենք մեր եզրագիծը, սա ամբողջությամբ օմեգայի մեջ է, բայց օմեգա դելտայի մեջ չի։ Հետևաբար, եթե ինչ կետեր վերցնենք եզրագծի վրա, n գամմա z0 կլինի 0։ Հիմա եկեք վերցնենք այս մեր QG քառակուսիներից մեկը, վերցնենք այստեղ մի z կետ։ Հիմա եթե հաշվենք ինտեգրալ f c բաժանած xi հանած z dz, մեկը բաժանած 2pi, եթե այս միացությունը հաշվենք, մեր քառակուսիներից մեկի եզրագծի վրա, ինչ կարող ենք ասել։ Եթե այս քառակուսին մեկ ուրիշ քառակուսի է, ապա այս քառակուսի եզրագծով ինտեգրալը հաշվելուց, եթե դիտարկենք այս մեծությունը, այս ֆունկցիան, սա անալիտիկ ֆունկցիա է այս ամբողջ քառակուսու մեջ։ Հետևաբար այս ինտեգրալը կլինի 0։ Այս դեպքը մենք արդեն տեսել ենք։ Սա կլինի 0, երբ որ կար ուժին հավասար չէ։ Իսկ եթե կան հենց վերցնենք g, այսինքն հիմա այս եզրագծով ինտեգրենք մեր ֆունկցիան, ապա կունենանք f-ի արժեքը z կետը։ Հիմա, այսինքն ամեն մի քառակուսի համար փաստորեն ինչ ստացվեց, որ այս ինտեգրալը լինելու է 0, բացի n քառակուսուց, որին պատկանում է մեր z կետը։ Այսինքն եթե գումարենք սա ըստ բոլոր քառակուսիների, ինտեգրալ սա հավասար կլինի ինչի։ Այս բոլոր գումարելիները բացի 1-ից կլինեն 0, այդ մեկն էլ հենց կլինի f-ի արժեքը այդ կետով, այսինքն սա հավասար կլինի f z-ին։ Բայց մյուս կողմից, այս մեկը բաժանած 2pi-ին ընդհանուր հանենք, տարբեր օրերով
ինտեգրալ ենք հաշվում, նույն ֆունկցիայի ինտեգրալը ու գումարում ենք իրար, պարզապես կարող ենք այս կորերը գումարել իրար, իսկ կորերը որ գումարում ենք իրար, այստեղ ստանում ենք մեր գամման։ Այսինքն հիմնական բանը ինչ էինք ինչն էր արծա, առաջ մենք ապացուցել էինք այս Cauchy-ի թեորեմի պարզ տարբերակը, որը աշխատում էր, ասենք, նման տիրույթների համար, կամ ասենք դիսկի համար։ Մենք փորձում ենք դա ընդհանրացնենք, միտքը որն էր, որ վերենք հանգեցնենք նման տիրույթների։ Դրա համար բաժանեցինք մեր ամբողջ հարթությունը ասենց փոքր քառակուսիների, մեր օմեգան փոխարինեցինք նման ուղղահայաց հորիզոնական հատվածներ ունեցող կտորներով ու ամեն մեկի մեջ ցույց օգտագործեցինք Cauchy-ի թեորեմը։ Հիմա եթե այս երկու մեծությունը նայենք, սա ու սա, հիմա ինչ կարող ենք ասել։ Տեսնում ենք, որ սրանք հավասար են գամայական z-ի համար, որը պատկանում է այս QG-ներից որևէ մեկի ընդերքին։ Բայց այս երկու ֆունկցիաներ անընդհատ են z-ից։ Կարևորը հանկարծ z-ը բան չանենք, այս կորից չանցնի։ Հետևաբար, եթե ունենք, ասենք, երկու հատ, օրինակ, սենց քառակուսի, ասենք QG, ու եթե գիտենք, որ սրա ընդերքում իրանք համընկնում են, սրա ընդերքում են իրանք համընկնում, նման դեպքում այս հատվածը չի պատկանի գամմա դելտային, այսինքն այս ֆունկցիան միևնույն է անընդհատ կլինի նաև այս հատվածի վրա։ Հիմա սա էլ է անընդհատ ֆունկցիա, եթե ունենք, որ այս երկու անընդհատ ֆունկցիան համընկնում են այս տիրույթում ու այս տիրույթում, երկուսն էլ անընդհատ են այս գծի վրա, ուրեմն պետք է այստեղ նույնպես համընկնեն։ Այսինքն, եթե sense կտորներ ունեինք, կարող ենք ամեն մեկի ներսում ունեինք, որ ֆունկցիան ուրեմն այս երկուսը համընկնում էին, հիմա կարող ենք ասել, որ իրանք կհամընկնեն նաև այս տիրույթում։ Այսինքն, կարող ենք ասել, որ հավասարություն ունենք այստեղ սենց գրենք հավասարությունը, այսինքն սրանց միավորումները վերցնենք ու վերցնենք ընդերք։ Այսինքն մասնավորապես հավասարություն ենք ունենում ստեղից կամայական z-ի համար։ Այսինքն ինչ ստացանք։ Հիմա եթե դիտարկենք մեր ինտեգրալ fz dz-ը, այսինքն կարող ենք այս երկու կողմնել գամմայի վրա ինտեգրել, սա կլինի ինտեգրալ գամմայի վրայով 1/2πi ինտեգրալ գամմա դելտայի վրայով Հիմա այս երկուսը փակ կորեն, սա ինչ-որ անընդհատ ֆունկցիա է, կարող ենք Ֆուբինի թեորեմը օգտագործել, այս ինտեգրալների տեղերը փոխել։ Ինչ կունենանք, առաջինը ուրեմն այս գամմա դելտայով ինտեգրալը հաշվենք, f 1/2πi ինտեգրալ
1-ը բաժանած x-ի հանած z գամմայի վրայով dz dx-ի։ Ստեղ մի հատ մինուս դուրս հանենք, հիմա սա ինչ է չափում, ըստ սահմանման, սա հենց n գամմա մեծությունն է, որը գիտենք, որ հավասար է լինելու 0-ի գամմայական սրա վրա կետի համար։ Սա եղավ 0։ Հարցեր։ Իսկ մի հատ ավելի ուժեղ պնդում կարող ենք ասել, որ եթե երկու հատ կոր ունենք, որոնք մեկը մյուսին կարողանում ենք անընդհատ տանել, ինչ որ տիրույթի մեջ մնալով, այդ դեպքում ըստ այդ կորերի պիտի ինտեգրալները հավասար լինեն։ Կարող ենք, ինչի, որովհետև այդ դեպքում եթե վերցնենք, ասենք ունենք այս գամմա 1, գամմա 2 կորը, չէ՞։ Եթե դիտարկենք գամմա 1 հանած գամմա 2 կորը, այդ դեպքում սա հոմոտոպ կլինի 0-ի։ Այսինքն, եկեք ասենք պատկերացնենք, եթե անընդհատ ձևով կարողանում էին գամմա 1-ը ձևափոխել գամմա 2-ի վրա, հիմա կարող եմ այս կորը եթե դիտարկեմ, սա շղթա է, կոր չի, այս շղթան կարող եմ վերցնել, անընդհատ ձևով մենակ այս մասը ձևափոխել, վերել այս մասը հասցնել այս մասի վրա, հիմա կունենամ գամմա 2 հանած գամմա 2 շղթան, որը կլինի 0։ Այսինքն, որը կլինի 0։ Այսինքն, այդ դեպքում ինչ կարող ենք ասել, որ ինտեգրալ գամմա 1 հանած գամմա 2-ի վրա fz dz-ը կլինի 0, իսկ սա նույնն է, ինչ որ ասենք ինտեգրալ գամմա 1 fz dz-ը հավասար է ինտեգրալ գամմա 2 fz dz։ Լավ, մերսի։ Ուրիշ։ Մասնավորապես եկեք նաև նկատենք, որ եթե օմեգան միակապ լինի, ապա բացարձակապես կապ չունի ինչ կոր կվերցնենք, այս ինտեգրալը միշտ կլինի 0։ Մա ենթադրենք օմեգան միակապ չի։ Անցած անգամ ինչ տեսանք։ Անցած անգամ տեսանք, որ միակապությունը դա նույնն էր, ինչ որ ասենք, որ օմեգայի լրացումը կապակցված է։ Բանի մեջ եթե դիտարկենք, այսինքն այդ անվերջությունն էլ եթե դիտանք, ապա եթե այս դրույթը սա կապակցված չի։ Հիմա սրա կապակցված կոմպոնենտները որ նայենք, մի հատ կապակցված կոմպոնենտ է լինելու, որը պարունակելու է անվերջությունը։ Այսինքն հիմա նշանակում է, որ գոյություն ունեն ուրիշ կապակցված կոմպոնենտներ նույնպես, որ անվերջությունը չեն պարունակում։ Այսինքն դրանք կլինեն սահմանափակ կապակցված կոմպոնենտներ։ Ասենք թե, ուրեմն եթե վերցնենք, ասենք սրանք թող լինեն իրակապակցված կոմպոնենտները, այս լրացման, դրանցից մեկը անվերջությանն է պարունակելու,
ասենք թե վերջինը։ Հա, ասենք անվերջությունը թող վերջինին պատկա։ Հիմա այսինքն ինչ ունենք։ Ունենք մեր ասենք կարող է մեր օմեգան այս տեսքը ունի։ Այսինքն այս կարմիր մասերը լրացումն են։ Այս դեպքում 4 կապակցված կոմպոնենտ կունենանք։ Թող այս մեկը լինի A4-ը, ասենք սա A1, A2, A3։ Եկեք վերցնենք այս ամեն մի կապակցված կոմպոնենտի շուրջ, եկեք վերցնենք մի հատ կոր։ Նայած որ ինքը այդ կապակցված կոմպոնենտի շուրջ մի անգամ պտտվում է։ Այսինքն ինչ որ sense կորեր կվերցնենք։ Գամմա 1, գամմա 2, գամմա 3։ Ինչ-որ փակ կոր, որը մի անգամ պտտվում է AI-ի շուրջ։ Այսինքն ինչ ենք ուզում լինի։ Ուզում ենք լինի, որ նենց որ այս գամմա i AI լինի 1, եթե վերցնենք AI-ից կետ։ Հիմա եկեք դիտարկենք հետևյալ կորը։ Եկեք դիտարկենք այս նման կորեր։ Ունենք մեր գամման, գամմայից հանենք այս կորերի ինչ որ գծային գումար։ Ուրեմն եկեք վերցնենք սենց։ Գծային կոմբինացիա։ Հիմա եթե կետ վերցնենք այստեղից, ասենք այստեղից չէ, եթե կետ վերցնենք այստեղից, ապա սա կլինի 0։ Եթե կետ վերցնենք, ասենք այստեղից, ինչ կլինի։ Սա չի լինի 0, ինչի նկատի ունեք, ուզում ենք սա դիտարկենք։ Ասենք ինչ որ Z-ի համար։ Հիմա եթե Z-ը վերցնեմ դրսից, ապա համ n սա կարող են գրել n գամմա Z հանած գումար CI n գամմա I Z, եթե n-ը Z-ը վերցնենք դրսից, ապա համ սա 0 կլինի, համ սրանք 0 կլինի։ Եթե ասենք Z-ը վերցնեմ այստեղից, ապա սա գուցե 0 չի լինի, բայց սրանք բոլորը բացի, ասենք, գամմա 9 հավասար է 1 դեպքից 0 կլինեն։ Այսինքն եթե վերցնենք այս C1-ը նենց, որ համընկնի n գամմայի հետ, այդ կետի համար, ապա սա կարող ենք դարձնել 0։ Այսինքն կարող ենք ընտրել
այս կետերը C-ն այնպես, որ այս մեծությունը լինի 0, կամայական Z-ի համար այս A-երից յուրաքանչյուրի միջից։ Իսկ շատ ինչ ենք անելու, եթե գաման, ասենք մեր գամա կորը, եթե մեր գամա կորը ինչ որ այս I կոմպոնենտն ենք վերցնելու, ես այս I, ասենք A1-ի շուրջը, եթե մեր գաման երկու անգամ էր պտտվում, ասենք պասոր նոր մի հատ սենց պտտվեց, մի հատ էլ հետո սենց գնաց, էլի եկավ պտտվեց, եթե երկու անգամ էր պտտվում, իրանից երկու հատ գամա 1 որ հանենք, այս նոր շղթան A1-ի շուրջ էլ չի պտտվի։ Նույն ձևի, այսինքն այս թվերը կարող ենք այնպես ընտրել, որ այս նոր շղթան այս փոքր A-երից ոչ մեկի շուրջն էլ չպտտվի։ Այսինքն ինչ ունեցանք։ Ունեցանք, որ եթե ես դիտարկենք այս նոր կորը, այս նոր շղթան, սա կլինի հոմոտոպ կետի օմեգայի մեջ, որտեղ օմեգայից դուրս ինչ կետ էլ վերցնում ենք, տանում ենք 0։ Հետևաբար, գամայական f-ի համար ինտեգրալ ըստ գամմայի, եթե անալիտիկ է, սա հավասար կլինի գումար in հավասար է 1-ից n-1 c-ի ինտեգրալ գամմայի fz dz։ Այսինքն, բասորեն ինչ եղավ։ Վերցնում ենք սենց մի քանի հատ փոքր կոր, կանաչ կորերը, հաշվում ենք այս ինտեգրալները, այսինքն n-1 հատ թիվ ենք հաշվում, սրանք կոնկրետ n-1 հատ թվեր են։ Սրանք մեր սկզբնական գամմա կորից կախված չեն։ Հիմա ինչ գամմա կոր ուզում է վերցնենք մեր օմեգայի մեջ, ուրեմն սրանք կախված չեն գամմա կորից։ Հիմա ինչ գամմա կորել վերցնենք, ինտեգրալ գամմա fz dz-ը, սա կարելի է այս թվերի որպես գծային կոմբինացիա հաշվել։ Այս n-1 հատ թվերի գծային կոմբինացիա է ամբողջ գործակիցներով։ Մասնավորապես, եթե այս հարցը տան, ունենք մի ֆունկցիա, ու հարցնենք, երբ է սա ինչ-որ ֆունկցիայի ացանցյալ, երբ ինքը նախածանց ունի։ Երբ գոյություն ունի մի հատ ֆունկցիա, այնպիսին, որ f-ի ացանցյալը լինի փոքրատառ է։ Ոնց կարող ենք այս f-ը սահմանել։ F-ի սահմանելու ձևերից մեկը այն էր, որ վերցնենք մի հատ z0 օմեգայից, չէ՞, ու սահմանենք fz-ը ինտեգրալ z0-ից z fz dz, մենակ թե սա կարող էր կանխված լինել կորից, որը վերցնում ենք z0-ից z,
Այսինքն մեզ ինչ էր պետք, որ նախացանց գոյություն ունենար, որպեսզի նախացանց գոյություն ունենար, մեզ պետք էր, որ ես մենք այս հարցը ուսումնասիրել ենք, մեզ պետք էր, որ այս ինտեգրալները լինեին 0 կամայական գամմայի համար։ Բայց ինչ տեսանք։ Մենք տեսանք, որ այս ինտեգրալները ինչ գամմա ուզում ես վերցրու, այս n-1 հատ թվերի գծային կոմբինացիա է լինելու։ Այսինքն, ասել, որ այս ինտեգրալները մեզ պետք են, որ 0 լինեն բոլոր գամմաների համար, դա նույնն է, ինչ որ ասենք, որ այս թվերը, այս n-1 հատ թվերը 0 են։ Այսինքն, ինչ կարող ենք ասել, որ կարող ենք ասել, որ գոյություն ունի f, այնպեսին, որ f-ը սրա ածանցյալն է, այն եւ միայն այն դեպքում, որ այս n-1 հատ թվերը բոլորը լինեն 0։ Հարցեր։ Նշեմ, որ այս Cauchy թեորեմը կարելի է ընդհանրացնել ճշգրիտ դիֆերենցիալների համար, այսինքն եթե սենց ինչ որ մեծություն ունենք, ուզում ենք այս ինտեգրալները հաշվել, եթե սա ճշգրիտ դիֆերենցիալ է, ապա սա կլինի 0 կամայական գամմայի համար, եթե սա ճշգրիտ դիֆերենցիալ է օմեգայի մեջ, մի հատ օմեգա տիրույթ ունենք, ու սա ճշգրիտ դիֆերենցիալ է օմեգայի մեջ, ապա կամայական գամմայի համար, որը հոմոտոպ է օմեգայի մեջ, այս ինտեգրալը կլինի 0։ Ապացույցը ճիշտ է շատ նույնն է, գրքի մեջ կարող եք կարդալ, բայց ավելորդ կրկնություն չանելու համար մենք բաց կթողնենք։ Հիմա եկեք հարց կար։ Մենք ենթադրենք մի հատ ֆունկցիա ունենք, որը անալիտիկ է օմեգայի մեջ, բայց ինչ որ մի կետում ունի իզոլացված եզակի կետ։ Վերցնենք այս կետը, այս կետի շուրջ մի հատ փոքր գամմա վերցնենք, որ մի անգամ պտտվում է։ Ու եկեք առով նշանակենք այս ինտեգրալը։ Գամմա fz dz։ Հիմա, եթե հաշվենք r բաժանած z հանածա dz մեծությունը, սա ինչ է, սա կլինի 2 pi r, այսինքն սա կլինի
երկու պի անգամ էս մեծությունը, որ բազմապատկենք, սա կլինի ինտեգրալ ըստ գամմայի fz dz։ Այսինքն ինտեգրալ fz հանած r-ը բաժանած z հանած a dz ըստ գամմայի։ Սա հավասար կլինի 0-ի։ Հիմա ինչ ունենք, այսինքն մենք ունենք մեր օմեգան, f-ը անալիտիկ էր օմեգայում բացի այս կետից։ Հիմա եթե հարց տանք արդյոք մեր f-ը այս օմեգա տիրույթում ունի նախածանց ունենալու համար ինչ էր պետք։ Պետք էր, որ n-1 հատ թվերը, որ վերցնում ենք ստեղ, այս բոլորը պետք է լինեին 0, այս n-1 հատ թվերը պետք է բոլորը լինեին 0, հիմա տենց տիվ ընդամենը մի հատ ունենք, որտև այս մի վատ կետը ունենք, այս մի վատ a կետը ունենք, պարզապես այս ինտեգրալն է պետք, որ 0 լինի, եթե այս ֆունկցիան ենք դիտարկում, այս ֆունկցիան անալիտիկ է օմեգայում ամեն կետում բացի a կետից, բայց եթե այս a կետի շուրջը փոքր մի հատ սենց կոր ենք վերցրել, այս ինտեգրալը լինում է 0, հետևաբար սա ունի նախածանց։ Եթե այս թիվը r թիվը փոխեմ, այս անպահեմ նույնը, բայց այս r թիվը փոխեմ, սա էլ նախածանց չի ունենա։ Սա միակ թիվն է, որտեղ այս դեպքում եթե այս r-ը փոխեմ, այս ինտեգրալը էլ 0 չի լինի, եթե մեկ ուրիշ r վերցնենք, այլ ոչ թե հենց այս մեծությունը։ Այսինքն միակ r գոյություն ունի, որը այս ինտեգրալը դարձնում է 0, այսինքն միակ r գոյություն ունի, որ այս մեծությունը դառնում է այնպեսին, որ ինքը ունենա նախածանց։ Այդ մեծությունը անուն ունի, սահմանում, ուրեմն անգլերեն ասում են residue, եթե ունենք մի հատ անալիտիկ ֆունկցիա, որը ինչ որ իզոլացված եզակի կետ ունի a կետում, ուրեմն դա այն միակ կոմպլեքս թիվն է, այնպիսին, որ fz-ից հանած r-ը բաժանած z հանած a-ն ունի նախածանց։ Այսինքն որտեղ այս i միջակայքում, դա բավական է։ Դες residue-ն ուրիշ ձև էլ կարող ենք սահմանել, կարող ենք ասել, որ այս residue-ն կարող ենք ասել, որ այս residue-ն պարզապես այս սենց սահմանենք, 1 բաժանած 2 pi ինտեգրալ գամմա fz dz, որտեղ գամման i շուրջ մի փոքր կոր է, բայց այս սահմանման թերությունն է, որ ոնց որ գամմա է ներառում, բայց գիտենք, որ եթե այս գամման փոքր կոր վերցնենք ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ i շուրջ մի հատ պտտվի, ապա այս ինտեգրալը կախված չի լինի գամմայից, նենց որ կարելի է նաև այդպես սահմանել։ Այսինքն եթե ունենք իզոլացված եզակի կետեր, իրանց համար սահմանում ենք այս ռեզիդյուները,
Այս r-ը որպեսզի ավելի պատկերավոր նշանակում լինի, որտեղ ստեղ որ գրել ենք r a կետը չի երևում ընդհանրապես, այս r-ը փոխարեն գրենք սենց residue z-ը հավասար է a կետում fz ֆունկցիայի համար։ Ուրեմն ինտեգրալներ հաշվելու, պրակտիկ ինտեգրալներ հաշվելու համար շատ օգտակար թեորեմ։ Եթե ունենք մի անալիտիկ ֆունկցիա, բացի ինչ-որ իզոլացված եզակի կետերից, ասենք աժի կետերում, ինչ-որ օմեգա տիրույթի մեջ, ապա մեկը բաժանած 2 pi ինտեգրալ ըստ գամմայի fz dz-ը, ոնց կարող ենք հաշվել։ Պարզապես պետք է տեսնենք, այսինքն ունենք մեր օմեգա տիրույթը, ունենք մեր եզակի կետերը, որտեղ f-ը անալիտիկ չի, հիմա վերցրել ենք ինչ-որ մի հատ կոր, գամմա, ուզում ենք f-ը այս կորի երկայնքով ինտեգրենք, սա ոնց ենք հաշվում։ Ամեն կետի համար հաշվում ենք, թե ամեն այս եզակի կետերից ամեն մեկի համար հաշվում ենք, թե գամման դրա շուրջ քանի անգամ է պտտվում, ու բազմապատկում ենք համապատասխան ռեզիդյուը։ Ու վերցնում ենք սրանց գումար։ Այստեղ ժի գրենք։ Կարևոր սա միակ կարևոր բանն է, որ եթե այս կետերը անտեսենք, ապա գամման օմեգայի մեջ պետք է հոմոտոպ լինի կետի։ Այսինքն ինչի պետք է սա ավելացնենք, պատկերացրեք մեր օմեգան սենց լիներ, ասենք օղակ լիներ։ Հիմա եթե վերցնենք գամման այս կորը, այս դեպքում այդ թեորեմը չի աշխատի։ Չնայած որ մեր ֆունկցիան ոչ մի իզոլացված եզակի կետ չունի, եթե այս թեորեմը աշխատեր, քանի որ այս բազմությունը դատարկ կլներ, այս աջ կողմը կլներ 0, բայց ձախ կողմը պարտադիր չի, որ 0 լինի այս դեպքում։ Ստեղ մի պայման էլ է պետք է ավելացնել, որ այս գամմա կորը հանկարծ պետք է այս A կետերից ոչ մեկով չանցնի։ Բնականաբար հակառակ դեպքում խնդիրներ կառաջանան։ Հարցեր։ Ինչի է սա ճիշտ։ Նախ մենք
Իսկ օմեգայի վրա այս թեորեմի մեջ սահմանափակում չենք դրել, մասնավորապես այս իզոլացված եզակի կետերի քանակը կարող է անվերջ լինի, այսինքն այս գումարը կարծես թե կարող է անվերջ գումար հանկարծ լինի, բայց եկեք նկատենք, որ կամայական կոնկրետ գամմայի համար սա վերջավոր գումար է լինելու, այսինքն ինչ չէ, գումարը կարող է անվերջ լինի, բայց եթե կոնկրետ մի հատ գամմա վերցնենք, կարող ենք ինչ-որ մի հատ բավականաչափ մեծ դիսկ վերցնել, որ այս մեր գամմային պարունակում է։ Հիմա քանի որ այս իզոլացված եզակի կետերը սահմանման իզոլացված են, ստեղ այս դիսկի մեջ ընդամենը վերջավոր քանակի եզակի կետեր կարող է ունենա f-ը։ Այսինքն իսկ եթե վերցնենք այս դիսկից դուրս եզակի կետեր, այդ դիսկից դուրս եզակի կետերում այս մեծությունը կլինի 0։ Այսինքն եթե նույնիսկ մենք անվերջատ եզակի կետ ունենք, սա անվերջ գումար է, կամայական կոնկրետ գամմայի համար այս գումարելիներից բոլորը բացի վերջավոր հատից լինելու են 0։ Այսինքն ինչ ասեցի։ Եթե մի հատ մեծ դիսկ վերցնենք, ապա սրա մեջ եթե վերցնենք սրանից դուրս ինչ-որ մի հատ աժի, ապա n գամմա աժին կլինի 0, իսկ դելտայի մեջ վերջավոր քանակի եզակի կետեր կան։ Հետևաբար, այս գումարը կարելի ասել վերջավոր գումար է լինելու։ Վերջավոր քանակի ոչ զրոական կետեր է ունենա։ Հիմա ինչ կարող ենք անել։ Կարող ենք ամեն կետի շուրջ վերցնել մի հատ փոքր տենց կոր, Մալցիցի սլաքին հակառակ ուղղությամբ օրիենտացված շրջան։ Հիմա ինչ կարող ենք ասել։ Եթե վերցնենք գամմայից հանենք ամեն մի կետի համար չափենք թե գամման քանի անգամ է այդ կետի շուրջ պտտվում ու այդքան հատ այս համապատասխան գազալագույն կորը հանենք, եթե դիտարկենք գամմայից հանած գումար ըստ g-ի n գամմա աժի գամմա g կորը, սա օմեգայի մեջ հոմոտոպ կլինի կետի։ Չէ, ոչ միայն օմեգայի մեջ, այլ օմեգա հանած օմեգայի մեջ արդեն գիտենք։ Նույնիսկ այս a կետերը որ հանենք, նույնիսկ այստեղ ինքը հոմոտոպ կլինի կետի։ Այսինքն առաջ մենք գիտենք, որ գամման օմեգայի մեջ էր հոմոտոպ կետի, բայց հիմա բայց այստեղ վատ կետեր ունենք, այդ վատ կետերը ուզում ենք հանենք, իսկ եթե այդ վատ կետերը օմեգայից հանենք, ապա գամման կարող է հոմոտոպ չլիներ կետի,
Բայց եթե գամայից հանենք այս կորերը ճիշտ գործակիցներով, ապա այս նոր կորը կլինի էլի հոմոտոպ կետի։ Այսինքն հիմա ինչ կարողանում ենք ասել։ Կարող ենք ասել, որ հետևաբար, եթե այս նոր կորի ինտեգրալը հաշվենք, fz-ի, ապա կլինի 0։ Բայց սա իրանից ինչ է ներկայացնում, սա ներկայացնում է f-ի ինտեգրալը ըստ գամմայի, հանած գումար ըստ g-ի n գամմա աժի, ինտեգրալ գամմա g fz dz, բայց սա է հենց ռեզիդյուն է։ Հարցեր։ Եկեք մի կոնկրետ օրինակ դիտարկենք։ Օրինակ, եկեք հաշվենք ինտեգրալ սինուս z բաժանած z քառակուսի հանած 1 dz այս կորի վրա։ Երկու շարապով շրջանագիծը վերցնենք, նրան եկեք տնենք i, սա էլ մեր ֆունկցիան է։ Հիմա եթե դիտարկենք, եթե այս ֆունկցիան լիներ այս մեր տիրույթում անալիտիկ, ապա ինտեգրալը կլիներ 0, բայց ինքը մեր տիրույթում անալիտիկ չի, ինքը մերոմորֆ ֆունկցիա է, որտեղ ունի երկու բևեռ։ Երկու հատ բևեռ ունի, պլյուս մինուս 1 կետեր։ Այդ բևեռների կարգն էլ 1 է, ամեն մեկին։ Այսինքն ինչ կարող ենք ասել։ Այսինքն կարող ենք ասել, որ 1-ը բաժանած 2πi անգամ էս ինտեգրալը լինելու է, քանի որ հիմա այս բևեռները որ դիտարկենք, -1, 1, մեր գամմա կորը դրանց շուրջ, ամեն մեկի շուրջ մի անգամ է պտտվում, այսինքն ստեղ կունենանք մի հատ f-ի ռեզիդյուն 1 կետում, մի հատ էլ f-ի ռեզիդյուն -1 կետում։ Հիմա եկեք հոծենք, թե ինչ է օրինակ այս ռեզիդյուն։ Մեր ֆունկցիան սինուս z բաժանած z քառակուսի հանած 1 ֆունկցիան է, եւ z-ը կարող եմ գրել որպես gz բաժանած z հանած 1, որտեղ g-ն անալիտիկ է, մեկի մոտ, հա։ Ճիշտ է, g-ն ինչ որ վատ կետ էլ ունի -1-ը, բայց մեկի մոտակայքում այդ կետը մեզ չի խանգարում։ Եթե դելտան փոքր լինի։ Հիմա եթե հաշվենք ինտեգրալ gz բաժանած z հանած 1 dz, 1-ը բաժանած 2πi, այսինքն ինչ-որ մի հատ տախսանց կոր վերցնենք, ինչ կունենանք։
Կոշի բանաձևը մեզ ասում է, որ սա հավասար կլինի J1-ի։ Այնտեղ ունեմ անալիտիկ ֆունկցիա, այս տիրույթում, եթե անալիտիկ ֆունկցիա ունեմ, բաժանում եմ սենց մի բանի, ինտեգրալն եմ հաշվում, դա նույնն է, ինչ որ հաշվեմ J-ի արժեքը այս կետում։ Սա կլինի, մեր դեպքում սինուս 1, ժեզեթը ինչ ֆունկցիա էր։ Սինուս z բաժանած z գումարած 1 ֆունկցիա էր, իսկական է սինուս 1 բաժանած 2։ Այսինքն ստացանք, որ z-ը հավասար է 1 կետում f-ի ռեզիդու, սինուս 1 բաժանած 2 էր։ Սա ոնց կարող ենք հաշվել, այս մեծությունը։ Աստորեն մենք ժեն ինչ էր։ Ժեն fz ոնց ենք գրել։ Գրել ենք, որ fz-ը հավասար է jz բաժանած z հանած 1։ Այսինքն ժեն z fz անգամ z հանած 1-ն է։ Այսինքն սա իրականում ոնց ենք հաշվում, սա fz, որ նոր ֆունկցիա չսահմանենք, z հանած 1-ն ենք վերցնում։ Ու պետք է հաշվենք սրա սահմանը, երբ որ z-ը գնում է 1-ի։ Նման ձևով մինուս 1 կետում f-ի ռեզիդուն կարողանանք հաշվել սահման z-ը գնում է մինուս 1-ի, fz անգամ z հանած մինուս 1, դե սա կլինի սինուս z բաժանած z հանած 1, այսինքն կլինի սինուս մինուս 1 բաժանած մինուս 2, էլ եղավ սինուս 1 բաժանած 2։ Այսինքն 1 բաժանած 2 պի մեր ինտեգրալը եղավ 2 հատ սինուս 1 կես, եղավ սինուս 1։ Մեր ինտեգրալը, ինտեգրալ z հավասար է 2 սինուս z բաժանած z քառակուսի հանած 1 դե z-ը եղավ 2 պի սինուս 1 անգամ i։ Կամ 2 պի i սինուս 1։ Սա ընդհանուր դեպքում էլ է աշխատում։ Հարցեր օրինակի մասին։ Լավ, սա ընդհանուր դեպքում էլ է աշխատում։ Ավելի ընդհանուր ենթադրենք f-ը ունի ինչ-որ բևեռ ինչ-որ մի կետում, մենք եկենք մի անգամից ընդհանուր դեպք անենք, դեպքում ինչ կարող ենք ասել։ Դեպքում կարող ենք ասել, որ գոյություն ունեն ինչ-որ թվեր, C1, C2, CK, այնպիսին, որ սա արդեն տեսել ենք, որ եթե z հանած i մինուս k, CK մինուս 1, z հանած i մինուս k մինուս 1 և այլն, C1 z հանած i մինուս 1 գումարած ֆիզի։ Այս տեսքով կարող ենք գրել, որտեղ ֆին կլինի անալիտիկ, i ինչ-որ մի միջակայքում, եթե փոքր միջակայք վերցնենք։ Այսինքն այս ոնց որ վատ մասը կարող ենք առանձնացնել ու դա կլինի բազմանդամ 1 բաժանած z հանածա ֆունկցիայից։ Մնացածը կլինի անալիտիկ։
Հիմա, եթե ուզենանք հաշվենք ռեզիդուան A կետում FZ-ի, սա ինչ է լինելու, 1-ը բաժանած 2πi ինտեգրալ, ինչ-որ մի հատ սենց փոքր շրջանագծի վրայով, ինչ-որ գումար, CG, Z հանած I մինուս G, G-ն հավասար է 1-ից K գումարած Phi Z dz։ Քանի որ Phi-ն անալիտիկ է, այս ինտեգրալը կլինի 0, մենք տեսել ենք, որ այս մյուս ինտեգրալները բոլորը կլինեն 0, բացի նրանից, երբ որ G-ն հավասար է 1-ի։ Այսինքն սա հավասար կլինի C1։ Այսինքն A կետում F-ի ռեսիդյուն հաշվելուց կարող ենք եթե F-ը սենց տեսքով գրել, պարզապես այս գործակիցն ենք ստանալու։ Ոնց կարող ենք այդ գործակիցը գտնել F-ի միջոցով։ Եկեք վերցնենք այս բանաձևը F-ի, եկեք մի հատ բազմապատկենք Z հանած I-ի K աշճանով, եթե դիտարկենք FZ անգամ Z հանած I-ի K աշճանը, ինչ կունենանք, CK գումարած CK մինուս 1 Z հանած A, գումարած C1 Z հանած I-ի K մինուս 1 աշճան, գումարած Z հանած I-ի A անգամ Phi Z։ Եթե սա ածանցենք K մինուս 1 անգամ, ինչ կլինի, սրանք բոլորը կվերանան, բացի սրանից, այսինքն եթե K մինուս 1 անգամ ածանցենք, այս ֆունկցիան, բոլորը վերացան բացի սրանից, ստեղ կունենանք C1 անգամ K մինուս 1-ի ֆակտորիալ, իսկ ստեղ K աշճան կա, ստեղ որ ածանցենք, միշտ վերջում գոնե մի հատ Z մինուս A կլինի, եթե արտադրյալի օրենքը ածանցյալի օգտագործելով ածանցենք, ստեղ միշտ վերջում գոնե մի հատ Z մինուս A կլինի, սրա K մինուս 1-րդ ածանցյալը պետք է հաշվենք, մասնավորապես եթե սահմանը հաշվենք, երբ որ Z-ը ձգտում է I-ին, ապա սա կվերանա, սա կդառնա 0։ Այսինքն 1-ը բաժանած K մինուս 1 ֆակտորիալ DK մինուս 1 DZ K մինուս 1 FZ Z հանած I K աշճանը, սա կտա C1։ Սա կլինի ռեզիդյու A կետում։ Մասնավորապես, եթե A-ն պարզ վևեռ է, ապա տեսնում ենք, որ ռեզիդյուն հավասար է սահման Z-ը գնում է I, կան հավասար է մեկ դեպքը պետք է պարզապես FZ անգամ ածանցել էլ պետք չի, պարզապես այս սահմանը պետք է հաշվենք։ Եթե ունենք ինչ-որ եզակի կետ, որը էական եզակի կետ է, essential singularity-ների մոտ, այս ռեզիդյուները հաշվել հեշտ ծեպ գոյություն չունի։ Բայց եթե ունենք վևեռներ, ապա սենց կարելի է հաշվել։